հումորի արտգործնախարար Մաշա Մատվեևա։ Вот это на арену силачи. Ով կարա իմ տեղը ավտոկարոկեն վարի մաշա։ Ամեն մի AI որ գա вари, ասենք ստեղ այ քեզ դա։ Էա նովա։ Չէ, ինքո լավերից ասեմ մի հատ ասա։ Урод. Аналика моя, я посреди неё. Մաշա ջան, ի՞նչ է եղես։ Այն նիհար, էս վերջերս։ Մաշա նրան ուզում է տանել տուն։ Мой любимый размер. Ամենաշատախոսը։ Վայ։ Տոման, Տոման, Տոման։ Կարի անցնենք հետև։ Չէ, այսօր չեմ կարա, այսօր Տոմային ասել եմ, չէ։ Մենակ պաչեմ ու всё։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ավտոկարաոկեն է։ Ողջունում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր ասում են ես չեմ կարողանում երգել, բայց մի երկու բաժակ հետո դառնում եմ ֆիլհարմոնիկի մենակատար։ Ողջույն բոլոր այն մարդկանց, ովքեր կարաոկեում երգում են ու սիտուացիաները փրկում են լա 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 այս ձևով։ Ու ողջույն բոլոր այն մարդկանց, ովքեր ավելի բարձր են երգում, քան հենց իսկական երգիչը։ Ողջունում եմ բոլորիդ, այսօր ունենք շատ հետաքրքիր ու շատ գեղեցիկ հաղորդում, որովհետև այսօր իմ հյուրն է, իմ շատ լավ ընկեր։ Մի շատ գեղեցիկ երեխա է, շատ լավ մայր, շատ լավ ռադիո հաղորդավարուհի, աղջիկ, ով միշտ մեր Չարենցին առանձին բեմում քաշում է մի կողմ, որ մի բան ասի։ Կարճ ասած, հումորի արտգործնախարար Մաշա Մատվեևա։ Բարև կյանք ուտենք իտեմս մասը Լավ եմ դու ոնց ես կերադիցիան։ Մի արա ես գտի կունեմ։ Ոնց ես մաշս ուտեմ քեզ այնքան ուրախ եմ որ իմ հյուրն ես այսօր։ Ես շատ ուրախ եմ որ ես քո հյուրն եմ ու գիտեմ որ մարդկա որ դախանցու որ ես հիմա քո մեքենայում եմ։ Իսկ այդ մարդը նիհարա ու անիմաստ։ Անիմաստ շատ པարզ է ու մասին է խոսքը։ Ողջունում ենք նաև Տոմա Պետրոսյան։ Ոնց ես մաշես, ինչ կա չկա, հələ պատմի։ Օй, լիքը լավ բաներ կա, ես նկարվում եմ սիտկոմում Armenia TV, Ժիրոյի վան սիտկոմ։ Փողերա որ քերում ենք Armenia TV-ից։ Այո։ Մաշային ես շատ եմ, որովհետև ինքը ամենակոլորիտային մարդկանցից մեկն է մեր ակումբում, Women's Club-ում։ Իմիջիայլուց ուզում եմ մի քիչ խոսել այդ մեր օրերից, էլի, օրինակ ինչ կհիշես օրինակ մեր backstage-երից Women's-ի, որ հիմա կարելի է պատմել ու ոչ միտեղ չես պատմել։ Օրինակ կարճ իմ հետ կապված կամ ծիծաղելի վերջերս եղած դեպք։ Դարապես քո հետ կապված չի, բայց նաև կապված է։ Ես նեմ եղբայրը, որը բնակվում է Ամերիկայում, Միացյալ Նահանգներում, ու նենց ստացել, որ իրանն էլ մեր Բաքում ասում են պոնչ։ Ամառը ես մտնում եմ խանութ, որը արդեն սենց փակվում է, ու ասեմ լավ էլի խնդրում եմ թողեք գնումներ անեմ, հա։ Ու այդ խանութի տերը ասում է, դե լավ, ասում է, պոնչի քուրն ես մտի, ասում բայց ես պոնչի քուրը չեմ։ Գիտի որ եկոսը ճաղենք, ուրեմն իրար կուրու աղմեն։ Չէի вообще քո մասին չէր խոսքը շատ խնդրեմ։ Ասում բայց ես պոնչի քուրը չեմ։ Ասում ոնց ասում դու մեր պոնչի քուրը չես, ասում եմ չէ։ Դու Կարենի քուրը չես, ասեմ հա, վայ ճիշտ է Կարենի քուրն։ Պոնչեն ասում Հայր շատ խնդրել ես տված մտածել եմ որ եկոսս էլ մի փոքր կլորավուն ենք դրա համար։ Ես մոռացել եմ որ ես աղբերուն եմ ես քո մասին էի մտածել։ Մաշից լսի դու գիտեմ որ մեքենա չես վարում, բայց ունես սեփական վարորդ, ով քեզ տեղափոխում է աչի եւ ձախ։ Կասես օրինակ ներվայնանում ես, օրինակ լինում է որ վարորդի փոխարեն դու ռուսերեն մի գեղեցիկ բառով մեր մյուս վարորդներին ինչ որ վատ բան ասես օրինակ։ Շատ հաճախ է։ Շատ հաճախ։ Իսկ ասես եթերային որևիցե բառ, որը որ շատ լավ է հնչում, բայց եթերային է։ Կամ ասես այն ինչ որ մտածում ես։ Урод։ Իսկ որ շատ ջղայնացած ես, հանգիստ ասա կփակենք տույով։ Да чтоб ты сдох։ Դե նորմալ է։ Չէ, ինքո լավերից ասա մի հատ ասա։ Չէ, թող բոլորը մտածեն որ ես շատ կիրթ կին եմ։ Բայց դու շատ կիրթ կին ես, բայց դու ունես նաև կիրթ ռուսերեն ուշունցներ, որը ծաղկացնում են մեր Women's Club-ի նկարանումներ ընդհանրապես մեր առօրյան։ Շատ լավ, սիրելի ընկերներ, գնանք վայելենք Մաշայի ձայնը անվճար ձեզ համար ավտոկարաոկե եթերում բնականաբար, չէ՞ Մաշա, փող չես ուզելու։ Չէ, քեզանից ես կյանքում եմ փող ուզել տղա ջան, ոյ։ Չես ամաչում, այն նոր չզանգիր։
Չէ, բայց մի բան ասեմ, не из-за того, что կողքս նստած է, ամենաբարի մարդն է ու գիտեք շատ լինում որ ինչ որ տեղեր են գնում հաց են կուտում ու հետո չգիտենք որ ոնց պոնչի գրպանը փող մտցնենք։ Սուտ են ասում, ոչ մեկ ձեր ջեբները չի տանում։ Սուտ ասում դուրս արի Ես սաղ այդ հաշիվները այստեղ են տալի, դրա համար այսինքն սաղ ուրախ ապրում են։ Հիմա անկապ սենց ասեմ որ մյուսն էլ ես էլի փակ։ Ոչ, դենց բան, բայց ասել գնալու ենք հաստատելու։ Հա։ Լավ է։ Դրա համար եմ եկել։ Բայց փող կտա։ Հա կտա։ Գնանք երկենք։ Մաշ, օրինակ ես գիտեմ որ դու օրինակ հին ժամանակների երգեր ես երգում եւ սիրում։ Չնայած նոր ժամանակներ ես երգում, բայց ձեր ժամանակների երգերն ես ավելի շատ նախընտրում։ Հին են հա սովետական, հա։ 20-22 թվի 1900 Հիմա օրինակ ինչ երգ կհիշես, օրինակ որ առաջինը երգենք, որ սենց բոլորի սիրտը կգրավի։ Այդ երգը Իվան Գրոզնին է երգի առաջի անգամ։ Իվան Գրոզնին։ Շատ ինը։ Արես ասեմ ինչ ասում։ Շատ խնդալ է։ Okay։ Դες մեզ բարև մեն, բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ, լավ եք։ Գնանք երգելու, առաջինը կերգենք։ Շեր։ Իվան Գրոզնին։ Շեր։ Հա, երգչուի, սա խառնի իրար։ Իսկ որը strong enough։ Դավայ strong enough։ Գնացինք վայելելու բոմբ երգ Մաշայի եւ մի փոքր էլ իմ կատարմամբ։ I don't need your sympathy. Nothing you can say I'll do for me. And I don't want a miracle. You'll never change for no one. I'll hear your reasons sway. Where did you sleep last night? And was she worth it? Sag gidi. Was she worth it? 'Cause I'm strong enough to live without you, strong enough, and I quit crying long enough, now strong enough to know you gotta go. Կատարում է ensemble-ը։ Come over this high. You'll never see me cry. This is our last goodbye true. Modulacja. Strong enough to live without you. Strong enough, and I quit crying. Strong enough. You gotta go. So save your breath and walk away. No matter what I hear you say, I'm strong enough to know you gotta go. Այո, մեր հայրենակցուհին շերը շատ լավ է երգում։ Մաշ ես որ թվերներ ես strong enough-ը որ Believe ալբոմից է այդ երգը ու եթե չեմ սխալվում 1998 98 թվի երգ է ես։ То есть почти 30 տարի։ Ինչ շուտ, բայց ինքս ես մի տեսակ ապրող գործա, չէ։ Մաշ, Երևան մոբայլի հետ ունենք մի հրաշալի խաղ, որը կոչվում է Что в чёрном ящике։ Այսինքն ինչ է սև արկղում, ես քեզ պետք է տամ հարցեր, ու դու գուշակես ինչ է այնտեղ, եթե գուշակես կտամ քեզ նվեր։ Okay։ Շատ լավ, գնացինք։ Այնպեսի բան է այնտեղ, որ հանգիստ կարող է տեղավորվել գրպանում, պայուսակում, ինչ որ Հեռախոս։ Ոչ, հիմա հարցն եմ։ Երբ փոքր ես, քեզանից դա պահում են։ Պուլտ։ Պուլտ։ Բայց պուլտը խեմ պահում, ինչ խուժանական բաներ ես նայել փոքր ժամանակ։ Ես չէ, իմ ժամանակ պուլտ չկար։ Չէ, արի ուրիշ հարց տամ, լավ։ Սա այն բանն է, որ մարդիկ օգտագործում են հանդիպումից առաջ, բայց վերջում ուրիշ տեղ է հայտնվում։ Հանդիպումից առաջ, բայց հետո ուրիշ տեղ է հայտնվում։ թուղթ։ Բայց թուղթը խի։ Հանդիպումից առաջ, եթե ինչ որ տեքստեր են, հետո որ արդեն պետք չի գնում այս Ոչ։ Սա այն բանն է, որ համ կարա ինչ որ բան փչացնի, համ էլ տպավորի։ Ինչ կարա լինի, օրինակ, դες փոքր է, կարաս դնես գրպանդ, հանդիպումից առաջ պետք է, հետո հայտնվում է ուրիշ տեղ, կարա փչացնի ու կարա տպավորի։ Ինչ կարա լինի սենց միած։ Դրամապանակ։ Մաշա, դրամապանակ ինչով դի տպավորի։ Որ բացվեց մեջը լիք փող կա։
No way. Շատ լավ։ Okay, եթե այն արկա է, ուրեմն ինչ որ հետաքրքիր բան արդեն եղել է։ Մատանի։ Ոչ, բայց ընդհանուր տարածքը ճիշտ է, այդտենց մատանից առաջ ինչ է լինում։ Լավ։ Կարա տունը կռիվ գցի։ Ոսենք մարդը գա տուն, կնիկը տենա ու գժվի, ինչա վրեդ։ Ինչա վրեդ։ Բան շրտներ։ Այո, ինչ գույնի։ Կարմիր։ Ճիշտ է, բրավո Մաշա Մատվեև, արա դե կինա, էլի հոզորով չի, գիդի ինչ ասում, հեսա, ես կեզ ենք նվիրում, ահա որ թանգանոց բան է Մաշես, հլը, կեզ սազմա չէ կարնի։ Այո, շատ շտրակալ։ Կարաս հիմա չկսես գիտեմ նկարահանման է սիտկոմի, բայց սա նվիրում են կեզ Մաշ։ Սպասիբա, մերսի շատ։ Ապրի Մաշան, տեսավ ոնց գուշակեց, արա գիտեք իշքան հանդիպումների ա եղել տղեքի հետ, դրա մար չոտքի գիդի։ Այդքան էլ շատ չէ, ինչ ես խոսում, բայ։ Լսի, ես շատ լավ գիտեմ քո մասին Մաշա։ Դուք ասես ճիշտ է գիտի։ Պապայի օրով չեք պատկերացնում, դες ծտեր են ֆռում կողքը, ռեմբոներ։ Լավ Մաշա չպատմեմ քո կյանքից։ Բայց ինքը հիմա ազատ է։ Այո։ Հենց այս պահին էլի 5 Մոտակա 30 տարի ես ազատ եմ։ Եկեք։ Ինչ լավ որ դու ես իմ յուրը վաղուց ինձ ջրիկ հաղորդում չենք ունեցել գնացինք Արդեն 15 տարի Երևան Մոբայլը հանդիսանում է որակյալ էլեկտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկայի վստահելի ուղեկիցը Հայաստանում Երևան Մոբայլի սրահներում սմարթֆոնների եւ պլանշետների լայն ընտրությունը համալրված է տան համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով Այս ընկերությունը երաշխավորում է լավագույն գին որակ համադրությունը պրոֆեսիոնալ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին եւ ճկուն ապարիկ համակարգ գնումներն էլ ավելի հաճելի դարձնելու համար Ինչ երգ կա, որ դու հիշում ես ու սենց քեզ բան է տալիս էլի ինքը Մի հատ երգ չի, շատ երգեր են ու բազմից ասել եմ ինձ համար ամենասիրած իմ կոմպոզիտորը դա Արնո Բաբաջանյանն է ու երևի թե իր բոլոր երգերը կան երգերը որոնք երգում եմ կան երգերը որոնք շատ դժվար են ինձ համար ու չեմ կարողանա երգել էմոցիոնալ շատ դժվար են բայց կան այն երգերը որոնք շատ սիրում եմ ու երբ որ լսում եմ այդ երգերը նիվաժնը ով է կատարում մեր արտիստները մեր ընկերներն են կատարում շատ եմ սիրում Գոտլուբի երգը երբ Սոնանա երգում Գոտլուբի հա Միմոզան եմ շատ սիրում вообще բոլոր երգերը որոնք հնչել են հարսնացուն հյուսիսից ֆիլմում գժվում եմ այդ երգերը Այսինքն Գոտլուբին կարանք երգենք միասին ես եմ սիրում այդ Давай с удовольствием Գնացինք վայելելու Արնո Բաբաջանյանի հրաշալի ստեղծագործությունը Поверьем год любви Искривины заповедной оборви Полюбите, полюбите Платье красное купите Год любви Век любви И разлуки, и заносы, и беда Только слаще от мороза ягода Истребины, все желания исполнимы между людьми, да будет год любви. И разлуки, и заносы, и беда, только слаще от мороза ягода. Истребины, все желания исполнимы между людьми, да будет год любви. Истребины, все желания исполнимы между людьми, да будет год любви, век любви, год любви, да будет год любви. Այս արարի շատ բոլոր երգերը Ոայ ես ինչ լավ երգ հիշացրեցիր մաչ ես համ այդ ֆիլմն եմ սիրում համ այս երաժշտությունը ճիշտ է իմ ժամանակաշրջանը չի բայց մեր տանը միշտ հայկական ֆիլմերը դիտել ենք ու հայկական երաժշտությունը միշտ սիրել ենք մանավանդ Արնո Բաբաջանյանի գործերը իսկապես շատ հպարտանալու բան է որ մենք ունենք նմանատիպ մարդիկ մեր երաժշտական աշխարհում Այնպես որ շնորհակալություն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր տենց մյուզիկ են ստեղծում Հայաստանում։ Նայի այդ ֆիլմը հարսնացուն հյուսիսից դաժե իմ շրջանը չի, ավելի շուտ են նկարահան է, բայց ես հիշում եմ դե Մոսկվայում եմ ապրել ամբողջ 9 տարեկանից ու մեկ որ սովետական ժամանակ ցույց են տալի, իսկ в основном ցույց են տալի մուշինի, եթե ցույց են տալի հայկական կինո տղամարդիկ ու ցույց են տալիս հարսնացուն հյուսիսից
Ես եթե դաժե պետքա դպրոց գնայի, ինստիտուտ գնայի, ուր ուզում ես պետքա գնայի, ես մեկա ոչ մի տեղ չէի գնում, ես 1000 անգամ նայել եմ ու 1000 անգամ էլ գնամ։ Այդ այն կինոն է, որ երբեք չեմ փոխի ալիքը։ Երբեք։ Մաշ մենք հասանք մեր հաղորդման գործընկեր Maxwell բենզալցակայան։ Բարև ձեզ։ Ու լիցքավորելու ենք մեքենան Maxwell-ի բրենդային վառելիքով, Max Drive-ով, որը 4% խնայում է, այսինքն 4% խնայում է ծախսի մեջ, շարժիչը շատ լավ է աշխատում, այսինքն որակը բարձրանում է, նստվածք չի տալի շարժիչի վրա ու ամենակարևորը, որ Maxwell-ի երբ որ լիցքավորում ես, այս վառելիքը մաքսիմում նվազեցրած է, որ արտանետումը քիչ լինի ու բնությունը, էկոլոգիան մաքսիմում խնայենք, ամենակարևորը դու կարող 24/7 hot dog գաս գմփցնես, մաշես օրինակ ես շատ հաճախ գալիս եմ hot dog, համովություններ, խանութը ինչ ուզես կա մեջը լիքը լավ բաներ ուտելու, խմելու եւ այլն վայելելու ու ամենակարևոր ունեն Max Coffee, Max Cafe-ում կամ Max Coffee, որը հենց կոնկրետ Maxwell-ի համար Իտալիայում է փաթեթավորվում, մի հատ վաու սուրճ է, այնպես որ կարող ես գալ վայելել տաքսիսից ասես ապեր ստեղ կանգնի մի հատ հոտ դոգ պետք է մխենք եւ այլն հեսա մենք էլ կվայելենք մաշես Մխելու եք Իմիջայլոց Maxwell-ը Հայաստանում ունի 60-ից ավել բենզալցակայան ու վառելիքը ներկրվում է եվրոպական երկրներից այնպես որ կարող ես կոնկրետներին նույնպես ասել որ անպայման այստեղից դիսկավերեն իրենց վառելիքը որովհետեւ այսքան պուպուշ ու լավ բաներ կա դրանց Եվրոպականը շատ լավ է Հա շատ լավ է այո մաշ ուզում եմ ասել որ Maxwell-ը նաեւ ունի քեզ համար նվեր նա ինչ Հավես բանա, կարանք միասին սենց բացենք, տեսնենք այնտեղ ինչ կա։ Քեզ նվիրել են տերմոս, բրելոկ, մեքենայի մեջ կախովի հոտիկ եւ Max Drive-ը քեզ տվել է կտրում, որտեղ կա կոնկրետ լիտր բենզինի, որը դու կարող ես չեկը տալ, վառելիք լցնել քո մեքենան կամ տաքսիստին բարություն անես իր մեքենան։ Բայց շատ լավ է, տուփը ինձ շատ դուր եկավ ու մեջի այդ ինչ որ կա, ասում են տերմոսը։ Հա, տերմոսը, այնպես որ կարող ես վայելել, տես թույն հաղորդում է մեր։ Գիտեմ ով է տերմոսը ինձանից վերցնելու սրազու։ Գիտեմ ով է, չտաս իրան, ինքը լիքը ունի։ Զզվեցրել է, սախտուն տերմոսը։ Ես էլ եմ դրա մեջ եմ քնում։ Շեմ շնորհավոր, Maxwell-ին շնորհակալություն։ Բայց շատ շնորհակալ եմ, իմ դուրը շատ եկավ ձեր նվերը։ Տուփը շատ սիրուն է։ Դզած։ Safe։ Ահա, եկավ մեր գեղեցիկ hot dog-ները, Դրա համար եմ եկել, գիտեք չէ։ Մի հատ բացենք հələ։ Օրոդե ովքեր են եկել մաշ։ Мой любимый размер։ Մաշ, վայելենք hot dog-ները, որը կընտրես դու։ Всё равно в данном случае։ Ուզում ես երկուսն էլ մեկը ինձ կթողես։ Հա, չէ։ Դե լավ, մենք վայելենք Ժորժ ջան։ Դուք էլ այս ընթացքում մի հեռացեք, հեսա վերադառնում եք մի վայրկյանից ընդհանրապես։ Նաև եկավ մեր սուրճիկները, ինչ լավ փաթեթավորում է, չէ՞, ասա։ Սուրճ խմենք, ուտելուց հետո մի հատ թարմանանք ու գնանք էլի շարունակենք մեր օրը։ С удовольствием, чин-чин։ Չին-չին, ուրա։ Դինք։ Գնացինք։ Իսկ որ երկն ես լավ ուզում երգենք իրարին։ Ես մտածում էի, որ երգը կարող ենք երգել, ես սիրում եմ իր դանդաղ երգերը, բայց որոշեցի, որ պետք չի իմ ու քո եթերը պետք է լինի թույն շատ ծիծաղելի, էմոցիաներով տենց լի, ու մտածեցի, որ Արլեկինոն կսազի մեզ, որտեղ ես կլոուն եմ։ Մենք բոլորս ենք կլոուն, որտեղ մենք բեմում անում ենք այն ինչ որ անում է Արլեկինը, մենք ծիծաղացնում ենք մարդկանց։ Ճիշտ է, արա սող պատասխանները գիտի, ռադիո հաղորդավարուհի է, ձեր համար բան չէ։ Բա պատկերացնես ոնց ռուսերեն կչրթեի։ Ես ասալ, ռուսերեն ասալ, ոնց կասել։ Мы боги эфира։ Ինչ լավ է, мы боги эфира, բայց հայերեն մենք աստվածն ենք եթերի։ Ռուսերեն ասա։ Варенный круг и Москву без лица. Մենակ այդ գիտեի։ Я шут, я Арлекин, я просто смех. Без имени и в общем без судьбы. Какое право дело вам до тех, над кем пришли повеселиться вы? Այստեղից գիտեմ։ Арлекино, нужно быть смешным для всех. Арлекино, Арлекино, есть одна награда смех. Ходят на арену силачи, не ведая, что в жизни есть печаль.
Они подковы гнут, как калачи, и цепи рвут движением плеча. Ча-ча-ча-ча-ча. И рукоплещет восхищенный зал. И на арену к ним летят цветы. Для них играют тушь, горят глаза. А мною заполняют перерыв. Арлекино, надо быть смешным для всех. Арлекино, есть одна награда — смех. Մաշ, քանի որ դուրսը շատ շոկ է, ուզում եմ ինչ-որ մի բաներ խմես։ Խաղում ենք նախ այս խաղը մեր գործընկեր Դիլիջանի հետ, ու այնտեղ կան խառնուրդներ։ Պետք է խմես ու ասես թե տեսնենք քո համային ռեցեպտորները ոնց են աշխատում։ Խնդրեմ առաջինը սկսես այն կարմիր ձողիկից։ Ինչ կա այնտեղ։ Կարաս ռուսերեն արտահայտվես, եթե կա ինչ-որ բան ասելու։ Гадость, պետք է ասես։ Фу, какая гадость! Դե հանքային ջուր, ոնց է сказать, միներալական հանքային ջուր։ Այո, հանքային ջուր։ Մայր, ես փորձարկումներ են կանում քո վրա։ Տոմատնի սոկ։ Տոմատնի սոկ։ Մոտիկ ես, ուրիշ ինչ կա տոմատին մոտիկ։ Կետչուպ, բլին, ֆո։ Եվ էլի մի հատ էլ համ կա։ Господи։ Խնդրում եմ զգաս մի հատ քո այդ համովդ բոխախով ուտեմ քեզ։ Սոխ։ Հələ մեջտեղին է խմի լավ։ Եվ կարող է դուրս գա։ Да что-то цитрусовое. Ну да։ То ли апельсина, то ли лимона. Հայրենը գիտես դու դա։ Կիտրոն, Չէ, կիտրոնը այն մյուսում կար։ հա, Ճիշտ է իրեդի։ так, ստեղ, լավ, մի հատ էլ փորձեմ։ Դուրս գալիս է բայց ոբշ։ Դեմ կելը։ Դե էլի միներալկան կա։ Ավելի շատ սոկի կա, էլի միներալնի սոկ է։ Հա։ Հյութ է։ Պետք է այդ հյութի անունը ասեմ, Չէ, պրոստը։ եւ ինչ կա մեջը։ Մտարովը հայերենով պետք է հիշես։ Մաստակ։ Չէ, մաստակը ծամոնն է։ Ծամոնն է, ճիշտ է։ Մաստակ։ Нет, не мастак։ Մուրաբա։ Չէ։ Կոնֆետներ կան, են ասենց Ծծովի։ Да, ծծովի կոնֆետի։ Ծծովի կոնֆետը։ Անունները չեմ հիշում, ծծովի взлётные там Да, взлётներն ինչ է, ինչից է։ Մյով։ Չեմ հիշում հիմա, վայ։ Լավ, երրորդը խմի։ Մանանեղ, մյատա։ Ես, հա, մյատա։ Մանանեղ կյանքում չէի իմանա։ Իսկ սա ինչ է։ Пиво. Բախի ես դες վատո, դու չես սիրում պիվա։ Смотря какая компания. Это Դիլիջան։ Չէ, компания друзей։ Հա։ Մենակով կյանքումս պիվա չեմ խմի։ Դե դու ես խճարես քշում Չէ, դու քշում ես չի կարելի։ Էլի մի գարեջերի մեջ ինչ որ էլի բան կա։ Չէ, ուղղակի գարեջը, մեր Դիլիջանի կողմից ասենք էտել վայելես մաշես ձերի մեջ։ Լավ է։ Լավ մաշ, մալադես, քո ռեցեպտներն ասենք բրավո, դու անցար այս փուլը, շնորհավորում ենք, դու մնացածը կտանք մեր աշխատողները խմեն, հա։ Մաշ, քանի որ դու լավ ընկեր ես ու իսկապես նես չի որ իմ հյուրն ես դրա համար եմ ասում, մեր բոլոր ընկերները կփաստեն դրա մասին, դու շատ լավ ընկեր ես, շատ լավ էներգիայով, միշտ նվիրված, միշտ պատրաստ, միշտ մտածող բոլորիս խնդիրների համար, մենք քեզ շատ ենք սիրում ու մեր գործընկերոջ Դիլիջանի կողմից ունենք հրաշալի նվերը, ինչպես ասում են, լավագույն նվերը ընկերների համար, այստեղ գարեջուր է, 2 լիտրանոց ու գեղեցիկ բաժակ է, որը ուզում եմ ցուցադրել, Մաշան գիտեմ որ ոնց էլ չունի լիքը հյուրեր ես ունենում ընկերներից հետ կկիսես մեր գործընկերոջ կողմից իմիջիայլոց ինքը Դիլիջան գարեջուրը բնականաբար Դիլիջան քաղաքում է արտադրվում գործարանը այնտեղ է 100% բնական բաղադրություն է 100% այնպես որ ամենահամով գարեջուրը քաղաքի վայելեք խմեք ձեր ընկերների հետ անպայման Մաշջան դու հուսով եմ մի բաժակ թողես ես էլ կամ ձեր տուն մի բաժակ խմենք С удовольствием մի բանից է բանը որ papas Երևանում չի որ Папа շատ է սիրում գարեջուր, հայկական գարեջուր, Պահի, կգա թող վայելի։ Պապուլա, мы тебя ждем։ Мы тебя ждем, папа։ Անուշ։ Դիտ։ Գնանք տժանգելի։ Գնանք։ Գնացինք։ Մի հատ տեկիլա չխմենք։
Կարող է Tequila Lyubov-ը երգենք։ Давай. Մելաձադիայի։ Մելաձեն էլա երկում լաբադան էլա, կստացի երկում։ Օ, այդ չգիտեի։ Ճիշտ ասած այդ երգից մենակ երևի կարող է այդ վերջի Tequila Lyubov-ը ասել, բայց մնացածը դու կօգնես, էլի չէ։ Ես էլ կյանքումս չեմ երգի այդ երգը։ Հա։ Давай։ Գնացի։ Она тигровая, она пещерная, и я убью ее когда-нибудь, наверное, под Новый год. Вау, очень слава зеркало. И воскрешу ее. Вместо слов про мою любовь я кричу от боли. Трагикана женщина, горячо и бешено. А внутри соленая, словно кровь, текила любовь. Тропикана женщина, горяча и бешена, а внутри соленая, словно кровь, текила любовь. Она река моя, я посреди нее стою на якоре, не видя берегов, лишь небо синее, невыносимое. 4 танца с ней танцуют демоны, но этот 5-й танец мой уже за облака зашла луна. Игра окончена. Вместо слов про мою любовь я кричу от боли. Тропикана женщина, горяча и бешена, а внутри соленая, словно кровь, текила любовь. Тропикана женщина, горяча и бешена, а внутри соленая. Мама, мне можно! Ой, мажешь лава, слушай, это ради, может, харазат хоккей, а галис юж. Когда не надо изображать кого-то, yes, Ай, դարի անցնենք հետև։ Չէ, այսօր չեմ կարա, այսօր տոմային ասել եմ, չէ։ Մենակ պաչեմ ու всё։ Հա, այսօր պատճելով, Հա, ինձ էդ էլ ածով այսօրվա օրով, ես կսեմ գարուն է, էլի։ Մաշ, այսօր մեր հուսալի ու հարմարավետ ճանապարհը ապահովելու է Panda Motors-ից այս հրաշալի հիբրիդ գժական մեքենան, որը հուսալի ընկեր է ճանապարհներին ու իրանք ունեն քո համար նվեր, իմ միջոցով են փոխանցել, այստեղ կա 1 միլիոն դրամանոց կտրոն, քարտ, երբևիցե դու կորոշես գնալ Panda Motors-ից ինչ-որ մեքենա վերցնել, դու կունենաս 1 միլիոն դրամի զեղչ, ես կտաս այս քարտը միլիոն կիչնի գնից, այնպես որ շնորհավորում եմ ու չգիտեմ, քո համար մեքենա կգնես, տղայիդ համար կգնես, կամ ասենք խոսքի մի հատ լավ նորմալ մի հատ Ոնց մուժիկի համար կգնես։ Ես մուժիկի համար գնեմ, ինքը իմ համար կգնեմ։ 100% կտամասա։ Միակ մուժիկում համար ես կգնեմ, տղայս կլինի, բայց հələ շուտ է, չէ։ Հա, հələ շուտ է։ Շուտ է, բայց ապա ես միշտ աշխատում եմ, որտեղ Panda Motors-ը թույն ընկերությունը, վստահ եմ, որ երկար գործունեություն է ունենալու Հայաստանում ու թույն ավտոներ է բերել, այնպես որ Ու ես կարող եմ ասեմ, որ միլիոն это очень щедро։ Да, очень щедро նշանակում է շատ առատ, щедро։ Հա, երևի առատ։ Այո, էլի ոնց որ լավ նվեր է, էլի միլիոնոց էս բոմբ նվեր է։ Ռուսերենից թուլացել եմ, մաշպտի գամ կոմոդ։ Դելա վայելի։ Գնանք երկենք։ Գնացինք։ Panda Motors ընկերությունը հանդիսանում է Հայաստանում Dongfeng կոմերցիոն մեքենաների եւ Yadea էլեկտրական մոպեդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Dongfeng-ը Չինաստանի ամենախոշոր պետական ավտոարտադրողներից է, որն ավելի քան կես դար արտադրում է հուսալի եւ ժամանակակից կոմերցիոն մեքենաներ, որոնք օգտագործվում են 87 երկրներում։ Panda Motors-ը հայկական եւ վրացական շուկաներում ներկայացնում է Dongfeng բեռնատարների եւ կոմերցիոն ավտոմեքենաների լայն տեսականի բիզնեսի տարբեր կարիքների համար։ Եվ Yadea ընկերությունը աշխարհում էլեկտրական սկուտերների առաջատար արտադրողներից մեկը, որը համադրում է ժամանակակից տեխնոլոգիաները, էներգախնայողությունը եւ քաղաքային շարժունակությունը։ Մաշ, քանի որ մենք խոսացինք մեր քլաբից, Women's Club-ից, ուզում եմ մի քիչ հարցեր տամ ու դու անկեղծ պատասխանես։ Իմիջիայլոց մենք էլի ասացինք, որ մենք լավ ընկերներ ենք
ենք ու ես շատ ուրախ եմ այդ օրվա համար, որ մենք բոլորս հավաքվեցինք ու դառնանք sense մի հատ մեծ ընտանիք, բայց հիմա պահնա անկեղծության, որ ասես շան լապը թափեսեն նրանց գլխին ում պետք է։ Հիմա ես քեզ պետք է տամ հարցեր, ու դու արագ պատասխանես, անուններ պետք է հնչեցնես։ Ամենակնկոտն, որ միշտ sense երբ զանգում ես քնած է։ Հեսա կթվարկեմ։ Ես, Տոման, Զարան, Լուիզը, Սաղ։ բոլորը աղջիկները։ Հա, իսկ տղերքը միշտ պատրաստ։ Զիրյանս 6-ից ելնում է։ Ես իրաց սարդին մեռնեմ։ Ամենապուպսիկը։ Դու Ես եմ պուպսիկ երեխեք։ դա դի Ինչն է պուպսիկ։ պուպս։ Բայց ինչն է պուպս։ Դե ես մի 2 տարի արդեն տենց պուպսիկ չես, բայց դրանից առաջ շատ պուպսիկ էր, շատ։ Ես դες չեմ մտածում ու իմ մասիվ ինգերները նույնպես, բայց լավ անցնենք առաջ։ Ամենաուշացողը։ Ամերիկայում է։ Ինքան ուշացավ մնաց Մնաց Ամերիկայում։ Իսկ անունը Լիլի Մորտո։ Լիլի Մորտո, ամփորում են քեզ մեր ուշացողը, ընկեր ինքան ուշացա ու քո փորիկայո շուտով նա երեխա կունենա, ինչ ուրախ ենք համար Լիլ ջան, ապրես գոնե այդ մի հարցում չուշացար։ Գնացինք հաջորդ հարցը։ Ամենապանիկյորը։ Զարան երևի։ Չէ դու ես ամենապանիկյորը։ Ստացի նենց ուրախացած էր ինչ լավ է իմանունը չտվեց։ Պանիկյորը դու ես, որ аэроպորտում ոչինչ որ ռեյսը ժամը 8-ին է երեկոյան, մենք ժամը 2-ին ցերեկը պետքա аэроպորտում հավաքված լինենք։ Ճիշտ ասում, այս մեկը համաձայնեմ, այս մեկը պուպսիկը ինչ որտեղ ոչ, ինչ որտեղ։ Բայց ժորդ, ես պանիկյոր եմ, հա, իմ համար ավելի լավ է 2 ժամ շուտ գնալ, քան մի րոպե ուշ։ Հաջորդը, շատ լավ հարց։ Ամենասեքսուալը։ Ամենասեքսուալը Զիրը։ Տոներ տուն չէ մի հատ դրան։ Չէ, դե տուն չէի տանի, որտեվ մի 20 տարի իրենց փոքր է։ Չէ, դե փոքր է։ Չէ, ես ալբարի սվնային այդ կողմից նման չեմ։ Ամենահասնողը։ Զարան, Տոման, Լուիզան, Էլենը, բոլորը, տղեկը, բոլորը։ Ամենահումորովը։ Զարան։ Ճիշտ ասում, որովհետև Զարան միշտ կարող է ծիծաղեցնել ցանկացած բայի ու անսպասելի ձևով։ Ահա, դենց բաներ ասում են, որ դաժե ինչ որ ստենց լուրջ բային պրոստը քանդվում ես։ Ամենադինջը։ Դինջը էլի Ամերիկայում է։ Լիլինա, հա։ Դինջը երեխեք, ես մտածում եմ, ոչ։ Շատ լավ։ Ամենաշատախոսը։ Վայ։ Տոման։ Մամա ջան, դա ինչքան է այդ աղջիկը խոսում։ Անընդհատ 24 ժամ այդ աղջիկը խոսում։ Ինձ մոտ դաժե երբ ինքը քնած է, ինքը էլի խոսում է։ Կա տենց բան։ Ես հաստատում եմ։ Գնացինք։ Ամենաբարին։ Դու։ Ես էլ եմ բարի, բոլորը բարի, չէ, կստացի բոլորը բարի են, Զարան էլ է բարի, Տոման էլ է բարի, Սոնան էլ է բարի։ Չէ, չեմ կարող տենց մարդ ասեմ, որը բարի չէ։ Լուիզը չի բարի ուտա։ Լուիզն էլ է բարի, հա։ Բայց մի քիչ դժվար, իսկ Բոնին։ Վայ, բուսինկա, հա։ Բայց վեճը փող չունի։ Սուտ ասում ունի։ Պրոստը չի ծախսում։ Սա թողել է կին վրա։ Լավ։ Ամենաբերանբացը։ Սաղս։ Հա որ։ Չենք բամբասում սաղուրը։ Հա մենք իրարից ենք բամբասում, բայց այդ նույն բամբասակը մենք իրար երեսին էլ կարանք ասել։ 100%։ Այդ չող։ Այն նիհար, այս վերջերս։ Ներվայնանում ես, հեսա քեզ էլ եմ նյարասել ուտեմ ես կոմիսիկները։ Գնացինք։ Ամենաշատակերը։ Ես չեմ, Տոմանը, կստացի, Տոմանը ամենաշատ։ Պապայիս արև։ Շատ ուտողը Տոմանը։ Ճիշտ ասում, ժորդ, որ լուրջ եմ ասում, դրա համար մեր 1-2 չի դառնում։ Ինչ սաղ փողեց մա ուտելիքի վրա։ Ճիշտ ասում։ Ամենամունաթը։ Սոնան։ Ու այդտեմ ես դրան, ինչն է մունատ, ուղղակի մեկ-մեկ ներվայնացած ասում, մի բանով 10 բանի սաղին։ Սոնայի հետ ընդհանրապես չի կարի խախաղալ։ Ու Լուիզի, իրանք աղավոր են, կարբրում են, կարան նեղանան ամսով չխոսան, բան, սենց Սոնա սերը, բայց Սոնան, չէ, Սոնան մունաթա ճիշտ է։ Մունաթը։ Հա, մունաթա բա ինչ է։ Հեսա նայելան ներվայնան այս աղորտումը։ Ամերիկայից անգելու է։ Գնացինք։ Բեմում ամենաշատը ով չի կարողանում իրան զսպել ու ծիծաղում է։ Լիլին, ճիշտ է։ Իսկ տղերքից Դու Զիրը։ Բոնին, ամենաջրիկն է, հա։ Պրոստը իրան չենք թողում մեր էթերնի բեմ։ Լավ մաշ, դե արի պաչիկներ ուղարկենք մեր Women's Club-ի երեխեքին։ Մենք ձեզ շատ ենք սիրում, մենք շատ ուրախ ենք, որ մենք միասին ենք, ընտանիք ենք, այսօր կաշխատենք, վաղը չենք աշխատի, կապ չունի, մենք արդեն նենց ընկերներ ենք, որ ինձ թվում է դա թու, ասում է, на всю жизнь, հա, ամբողջ կյանքով մենք ընկերներ ենք, ուտեմ ձեզ, ուտեմ քեզ։ Ուտեմ քեզ արա։ Գնանք երգենք, լավ, քեզ մի բան չասեն։
Ինչ հայտ չեմ ուտելու ես քեզ։ Բայց քեզնից սпасելի է։ Չէ, դու արդեն համով Սիրուն է։ Это грудь։ Մաշ, քանի որ մենք ունեցանք շատ յուրահատուկ օր, ես ուզում եմ մեր հաղորդման գործընկեր Վեդի Ալկոյի կողմից քեզ նվիրել մի հրաշալի գինի, որը բարձր կարգի ռեզերվ կարմիր անապակ գինի է, հատուկ յուրահատուկ պահերի համար, թող քո կյանքում միշտ sense յուրահատուկ պահեր լինեն, մաշ, sense լավ, անմոռանալի պահեր լինեն, ու դու այդ պահերի կենացը խմես այս գինիով։ Շատ շնորհակալություն ու ես շատ եմ ուզում, որ այդ յուրահատուկ պահերի ժամանակ դու էլ լինես ու մեր բոլոր ընկերները լինեն իմ հետ, որովհետև շատ հաճելի է, երբ որ յուրահատուկ պահերի ժամանակ քո ընկերները քեզ հետ են։ Օպրես ուտեմ քեզ, անմաշես, դե ոչ եմ ստեղից են մի կում կխմենք ոնց հասկացա։ Ինքը տես բարձր կարգի ռեզերվ անապակ կարմիր գինի է, կարող ես ցուցադրել, եթե կուզես։ Այս է։ Խնդրեմ։ Ոնց ինչ սիրուն շիշա։ Դե այս հատուկ առիթ է, իսկականից յուրահատուկ պահի համար պիտի բացեք։ Չմտածել էլ որ պրոստը տոպրակա։ Չէ, մեջը կա, լակոտ չենք ձեր համար։ Всё լավ։ Գնացինք, դրանք խմենք։ Հա։ Հայկական գինեգործության հետաքրքիր ներկայացուցիչներից մեկը Վեդի Ալկո ընկերությունն ունի գինիների լայն տեսականի։ Կարմիր անապակ գինի ավելի հագեցած համ լավ համադրվում է մսային ուտեստների հետ։ Սպիտակ անապակ գինի թեթև, մրգային բույրերով հարմար է ձկնեղենի եւ օրինակ աղցանների հետ։ Ռոզե անապակ գինի հավասարակշռված եւ թարմեցնող։ Ամառային տարբերակ եւ իհարկե զանգու ռեզերվ կարմիր անապակ գինի յուրահատուկ պահերի համար եւ նրանց համար, ովքեր գնահատում են հստակությունը եւ որակը։ Нужно быть смешным для всех. Арлекино, Арлекино, есть одна награда Բրավո, Մաշա, որտեղից գիտես այս երկի բառերը։ Երկել եմ շատ անգամ, պրոստը մի տանալությունից մի քիչ բան չէր, բայց ոչ քեզ հարմար չէր։ Մի քիչ կեստոն պետք է Բուգաչովի զանգեն փոխի հենց հիմա, այնի ջահելներին սիրում է։ Չէ, կյանք, կոմպյուտերով սարքան են։ Կոմպյուտերով։ Կոմպյուտեր։ Հիմիկվա երկիչները տենց են, չէ՞, հիմնականում։ Կոմպյուտերով ասա։ Կոմպյուտերը հիմա էլ вообще искусственный интеллект է ու в принципе երկիչ կարա չի երկի։ Արհեստական ինտելեկտը եկավ երաժշտությունն էլ խլեց բոլորից։ Գիտես, որ դաս էի տալիս, բուկվալնա 3 չարաչորը ինձ իմ բաներից մեկը, սաներից մեկը հարցրեց. «Մաշ, իսկ չէ որ հիմա արհեստական ոնց է բավականություն ես ասում եմ»։ Արհեստական բավականությունը։ Բանականությունը որ լինի, էլ в принципе պետք չի ինտերվյուեր հաղորդավար պետք չի։ Դες ասեմ, ես որպես այն մարդ որ համ տալիս է ինտերվյու, համ վերցնում է ինտերվյու, կարամ ասեմ որ կարող է մի անգամ, երկու անգամ, երեք անգամ հավես լինի, ինչ որ հա կոմպյուտերին նա պատասխան, բայց հետո մեկ է այդ շփումը իսկական չի լինի, էլի օրգանիկ շփումը չի լինի։ Ով կարա իմ տեղը ավտոկարոկեն վարի մաշճան։ Ոչ մեկ։ Ամեն մի AI որ գա վարի, ասենք ստեղ այ քեզ բա։ Էա նովա։ Լակոտներ արսախքենք պախատեմ արի, որ ես հաղորդում եմ ես վարեմ։ Քանի տարի էր գալիս այդ մոքո 33 տարի ես պայքարել եմ այս հաղորդման համար։ Բայց դու 31 ես, չէ՞։